Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին թխում ենք բարձր կարմրաթուշ կաթով բուլկիներ Զատիկի տոնական սեղանի համար։ Բաղադրատոմսը շատ պարզ ու մատչելի է, վստահեցնում եմ, որ առաջին անգամից էլ ձեզ մոտ կստացվի նման հրաշալի արդյունք։ Դե ինչ ժամանակ չկորցնենք և սկսենք պատրաստել։ Խմոր պատրաստելու համար տարայի մեջ լցնում ենք 1 ճաշի գթալ խմորիչ, 8 ճաշի գթալ շաքարավազ և 2 ճաշի գթալ ալյուր։ Եթե բուլկին շատ քաղցր եք սիրում, կարող եք մի քանի ճաշի գթալ շաքարավազ ավել վերցնել։ Բաղադրատոմսով ստացվում է 15 հատ միջին քաղցրություն ունեցող բուլկի։ Չոր բաղադրիչները խառնում ենք և վրան ավելացնում ենք 500 մլ գոլ կաթ։ Որպեսզի խմորիչը ակտիվանա, անհրաժեշտ է քաղցր և տաք միջավայր։ Այս ամենը խառնում ենք և թողնում ենք 10-ից 15 րոպե։ Երբ խմորիչը ակտիվանում է, ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ 70 գ հալեցրած կարագ, 1 ձու և 1 թեյի գթալ վանիլային շաքարավազ։ Եվս մեկ անգամ խառնելուց հետո ավելացնում ենք 700-ից 750 գ ալյուր։ Այս խմորը այնքան լավն է, որ երկար ձեռքերով հունցելու անհրաժեշտություն չկա։ Բաղադրիչները ես խառնում եմ հարիչով, այսպես ստացվում է և արագ և ունենում ենք բարձր և փափուկ բուլկիներ։ Խմորի պատրաստման այս տարբերակը դուր կգա հատկապես նրանց, ովքեր խմորի հետ երկար աշխատել չեն սիրում։ Ես օգտագործել եմ 700 գ ալյուր, կախված ալյուրի որակից չափաբաժինները կարող են մի փոքր տարբերվել։ Պետք է ստանանք ձեռքերին կպչող փափուկ խմոր։ Խմորը արդեն պատրաստ է, պետք է ունենա այսպիսի կառուցվածք։ Խմորը հավաքում ենք տարայի պատերից, մի փոքր վրան ձեթ ենք ավելացնում և ծածկում ենք սննդային թաղանթով։ Թողնում ենք խմորը հասնի մոտ 2 ժամ։ Ես բուլկիները թխում եմ առանց չամիչ, մենք այսպես ենք սիրում։ Եթե դուք ցանկանում եք, կարող եք ավելացնել 100 գ չամիչ։ Տարան սրբիչով ես չեմ ծածկում, քանի որ իմ խոհանոցը բավականին տաք է։ Սիրելիներս, եթե ցանկանում եք ստանալ փափուկ և խոշոր բուլկիներ, նայեք խմորիչի պիտանելիության ժամկետին։ Խմորիչի տուփը բացելուց հետո 1 շաբաթ անց այն իր ուժը կորցնում է։ 2 ժամ անց խմորը արտակարգ բարձրացել է և կարծես թե շնչում է, չնայած որ երկար ձեռքերով չենք հունցել և ջանք էլ չենք գործադրել։ Աշխատանքային սեղանի վրա մի փոքր ձեթ ենք տարածում և լցնում ենք խմորը։ Բաժանում ենք 15 հավասար մասերի և գնդում ենք։ Այս փուլում ալյուր չենք օգտագործում, աշխատում ենք ձեթով։ Ինչպես տեսնում եք, այս խմորի հետ շատ հեշտ է աշխատել։ Գնդերը դնում ենք ջեռոցի տապակի վրա և թողնում ենք հասնի ևս 1 ժամ։ Անպայման օգտագործում ենք յուղաթուղթ, որպեսզի բուլկիները համաչափ թխվեն։ Կարմրաթուշ բուլկիներ ստանալու համար 1 ձվի դեղնուցի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ կաթ և խառնում ենք։ Այս զանգվածը գեղեցիկ տարածում ենք բուլկիների վրա։ Գնդերը արդեն 3 անգամ մեծացել են։ Զգուշորեն վրձնի օգնությամբ տարածում ենք, որպեսզի խմորը չնստի։ Բուլկիները թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Թխվելուց հետո գեղեցիկ փայլ ստանալու համար կարող եք վրան մի փոքր մեղր քսել։ Ահա մեր բուլկիները արդեն պատրաստ են, ստացվել են անչափ համեղ և փափուկ։ Դեռևս տաք են, սպասում ենք հովանան և անուշ ենք անում։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը։ Եղեք առողջ և օրհնված։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ Զատիկ։